Բարև ձեզ հարգելի բարեկամներ, ես Արմեն Հովհաննիսյանն եմ, Ազատ Արաբլոգի թողարկումն է, ապրիլ ամսվա վերջի թողարկումը, շնորհակալություն ուշադրության համար, շնորհակալություն, որ աջակցում եք, փորձեմ տալ տեղեկատվություն եւ քննարկենք, թե ինչ է կատարվում այս օրերին, ամենակարևոր հարցերը, կարծես թե օրակարգերը չեն փոխվել, նոր օրակարգեր չեն ձևավորվել, շատ կարևոր է դիտարկել Միացյալ Նահանգների միջնորդությամբ ռուս-ուկրաինական հակամարտության, կարգավորումը, Ամերիկա-Իրան կարգավորումը, ես այստեղ ուղղակի եմ ասում, որովհետև Ամերիկան կարծես թե Իսրայելի անունից հանդես չի գալիս, կամ Իսրայելը չի փորձում հարաբերությունները կարգավորել Իրանի, այլ ուղղակիորեն ինքը արդեն խնդիր ունի այդ հարաբերությունների, Հնդկաստան-Պակիստան իհարկե խնդիրն է, եւ մայիսի 9-ի հետ գնալու կապված եւ ընդհանրապես մեր այսպես ասած Եվրոպամետ կառավարության եւ այսպես ասած Եվրոպամետ վարչապետի պահվածքի որոշ այսպես մանրամասներ նույնպես կքննարկենք։ Ուրեմն առաջինը ԱՄՆ-Իրան, սրանից սկսենք ավելի լավ է, փուլեր են անցնում Օմանում, կարծես թե խզման մասին խոսք չկա, կարծես թե Տրամպի կողմից շատ դրական, գերդրական գնահատականներ են տրվում գործընթացին, դա ունի քաղաքական պատճառներ եւ ներքաղաքական պատճառներ, 100 օր անցել է Տրամպի կառավարման, վերջին 80 տարվա մեջ առաջին 100 օրվա ամենավատ գնահատականը ունի Տրամպը ԱՄՆ ժողովրդից, այսինքն բոլոր հարցումներով։ Ինքը հայտարարել է, որ բոլոր հարցումային կենտրոնները եւ ԶԼՄ-ները գտնվում են Ամերիկայի եւ իր անձնական թշնամիների ձեռքում, դրա համար է դա այդպես, բայց Տրամպը կարող է ասել ինչ ուզում է։ Ստացվում է այդպես, որ նա դրա իրավունքը ունի, գիտեք, անդադ լինում են խոսքեր տարբեր ներքին դրվածքից Տրամպի ադմինիստրացիայի եւ պարզվում է, որ իր թիմը մի բան սկսում է իրականացնել, ինչ որ մի իր գաղափար, ինչ որ մի իր միտք սկսում է լուրջ դրա վրա աշխատել, եթե ինքը այդ միտքը կրկնում է 2 անգամ, որովհետեւ եթե մի անգամ է կրկնում, նա կարող է ասել ինչ ուզում է, ինչի մասին ուզում է, այդ պահին ինչը համարի հարմար, ինչ իրենց գրեթե բառացի, եթե անգլերենից թարգմանենք, խելքին ինչ փչի։ Կարող է դուրս տալ այդ պահին, դա ոչինչ, դե Տրամպն է։ Եթե երկրորդ անգամ նույն բանը ասեց, ուրեմն այստեղ մի բան կա, պետք է փորձենք այդ ուղղությամբ ինչ որ լուծումներ գտնել, աշխատել եւ այլն։ Դա կապված նաև որ բոլոր ԶԼՄ-ները իր թշնամիների ձեռքում են եւ այլն։ Հիմա խնդիրը այն է, որ ինքը խնդիր ունի, որ ցածր է վարկանիշը, որևէ հաջողություն չունի, դրա համար ինքը պետք է ցույց տար, որ Իրանի հետ բանակցությունները գերհաջող են, որովհետեւ Ուկրաինայի մասով գլուխ գովալու ոչ մի բան չունի, դրա մասին հետո կխոսենք։ Իրանցիները այսպես չեն հերքում դա, իհարկե այդպես չեն ներկայացնում բարձր տոներով, տոնայնությամբ, արդեն ասում են, որ երրորդ հանդիպումից հետո ակնհայտորեն առաջ են գալիս տարաձայնություններ, բայց Իրանը շարունակելու է այս բանակցությունները, որպեսզի փորձեն այդ տարաձայնություններին տալ ինչ-որ բանակցային խաղաղ լուծումներ։ Սա Իրանի դիրքորոշումն է։ Եթե իմի բերենք, փորձենք ինչ-որ ոսկի միջինի գալ, ուրեմն բանակցությունները գնում են եւ կա ինչ-որ շարժ, ինչը լավ է, Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում, Հայաստանի շահերից չի բխում, իհարկե Իրանի դեմ պատերազմը ընդհանրապես այս տարածաշրջանը բենզին տալ ու վառելը, բացարձակապես մեր շահերից չի բխում։ Ուրեմն սա այնտեղ ինչ կատարվում է, Իրանը շատ ակտիվ է, հետաքրքիր է նաև Փեզեշքյանի այցը Ադրբեջան, բնականաբար շատ երկար
բանակցել են տարբեր մակարդակներով, այդ թվում Ալիևի, հետո Բաքուն են ցույց տվել, Փեզեշկյանը շփվում էր իր համար կարելի ասել մայրենի ադրբեջաներենով տեղական բյուրոկրատների հետ շեշտելով, որ ինքը նույնպես ադրբեջանցի է, բայց խնդրում եմ դա սխալ չհասկանալ։ Դա այն դեպքը չի, որ մենք ձերոնցից ենք։ Սա դուք պետք է հասկանալ, որ բոլոր պոստկայսերական ժողովուրդները մեկ են այդ առումով, դա վերաբերում է նաև իրանցիներին, որ դուք մեզանից եք։ Ոչ թե դա նույնն է, ինչ որ ասենք ռուս չինովնիկը գալիս է Հայաստան, Վրաստան, Ղրղստան, Ղազախստան եւ ռուսերեն է խոսում տեղացիների հետ, իրենը ռուսերեն պատասխանում են, դա հաստատ ղազախերեն չի խոսում կամ տաջիկերեն կամ բան, դա ցույց է տալիս, որ դուք մեզանից եք։ Այսինքն Իրանը ավելի շատ իրավունք ունի ադրբեջանական այսպես ժառանգության, քան այն թուրքական ժողովուրդը, որը ինքն իրեն անվանել է ադրբեջանցի եւ ապրում է Հարավային Կովկասում։ Դա գրեթե պաշտոնական մոտեցում է, ինչալոց ասեմ, Իրանում եւ դա եւս մեկ անգամ շեշտվում է։ Ինք իր հետ բերել է ադրբեջանական նահանգների իրանական ղեկավարներին, այսպես վարչական, բիզնես ինչ-որ շրջանակների ներկայացուցիչների, այսինքն ցույց է տալիս, որ ահռելի պոտենցիալ ունի իրանական Ադրբեջանը, որ այնտեղ ավելի շատ մարդ է ապրում, քան Ադրբեջանում, որ ունի մեծ պոտենցիալ եւ այլն, որ խոսք գնալ, որ այդ Ադրբեջանը կարող է միանալ Ադրբեջանին չի կարող, այլ հակառակի մասին կարելի է խոսել։ Ընդհանրապես տարօրինակ կլիներ, որ Ալիևը իրապես երազեր, որ ասենք պայմանական 10-12 միլիոն նոր քաղաքացիներ ձեռք բերեր, որոնք այսպես ասեմ, ուրիշ մենթալիտետ ունեն, կրոնի հանդեպ վերաբերմունքը լիովին ուրիշ է, եւ ընդհանրապես մշակութային, աշխարհայացքային առումով շատ են տարբերվում, եւ հայտնի չէ թե որ կողմը կգերա կշռեր։ Եվ սա եւս մեկ անգամ օբյեկտիվորեն հիշեցնում է ադրբեջանցիներին, որ այն տարածքը չէ, որ Շիրվանը արհեստականորեն Ադրբեջան անվանելը իս տեղի թյուրքերին ադրբեջանցի շատ մեծ ազդեցություն չի թողնում Իրանի եւ Իրանի քաղաքականության վրա։ Չնայած չեմ բացառում, որ բազում ադրբեջանցիների հաճելի է լսել, որ հարևան երկրի նախագահը մասնակի դա Ադրբեջանում, ադրբեջանական ծագում ունի, հայրը ադրբեջանցի է, մայրը քուրդ, որ ազատ խոսում է ադրբեջաներեն, թյուրքերեն։ Բայց նաև պետք է նշել, որ ինքը քրդաբնակ տարածքում է մեծացել, մայրը քուրդ է եւ ինքը բավական ազատ խոսում է նաև քրդերեն։ Բացի ֆարսիից իհարկե առաջի լեզուն համարվում է ֆարսի։ Իրանը փորձում է այսպես ասած նախապատրաստել տարածաշրջանը հնարավոր բախմանը, իր համար շատ կարևոր է գոնե ապահովել Ադրբեջանի չեզոքությունը։ Ես տեսնում եմ մամուլում կարծիքներ եւ վերլուծաբանների մոտ, որ Ադրբեջանը լինի իրենց դաշնակից, որևէ կերպ շատ քիչ հավանական եմ դա համարում։ Կարևոր չի ես ինչ եմ համարում, ես կարծում եմ, որ Իրանի ղեկավարությունը դա շատ քիչ հավանական է համարում, իհարկե կարող են փորձել, ինչի՞ չէ, բայց արդյունքը չի կարող լինել գոհացնող, բայց եթե Ադրբեջանը չդառնա պլացդարմ հարձակման համար Իրանի վրա, դա լուրջ արդյունք է եւ իրենց տեսակետից իրատեսական արդյունք է եւ իրենք աշխատում են այդ ուղղությամբ։ Դա կապված է տարածաշրջանի հետ։ Կարելի ասել, որ մենք արդեն բացառում ենք պատերազմը եւ հարվածը Իրանին, ոչ չեն կարող ասել, բայց ոչ դրա այսպես ջերմաստիճանը լարման որոշակիորեն ընկնում է, դա փաստ է, թե ամբողջ ընթացքը Իրանի հեղափոխությունից հետո արևմուտքի հետ եւ մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, դա
այսպես ջերմաստիճանի բարձրացում իջեցում է երբեք այդ հարաբերությունները չեն եղել իդեալական չեն էլ կարող լինել քանի որ Իրանի իսլամական ռեժիմի որոշ աշխարհայացքային դրույթներ բացարձակապես անընդունելի են ամերիկացիների համար լինի դա Թրամփ լինի դա Բայդեն եւ այլն Սա այնինչ կատարվում է եւ նաեւ հետաքրքիր է Իրան-Հնդկաստան մերձեցումը, որը մեզ համար էլի շատ լավ է, որտեղ Հնդկաստանը հիմա մի երկիր է, որը մեզ աջակցում է եւ այդ զենք է վաճառում, մենք համար 1 գնորդն ենք զենքի դարձել հնդկական եւ շատ լավ է, որ Իրանը որևէ խոչընդոտ չստեղծի դրա համար, լոգիստիկ խոչընդոտների մասին է խոսքը, Իրանը չի կարող մեզ արգելել գնել զենք դա կամ չգնել հոյակապ է այստեղ որևէ բողոքելու տեղ չունենք սրանց իհարկե տրամաբանական պետք է անցնեի Հնդկաստան-Պակիստան խնդրին բայց եկեք Ամերիկայից այսպես կետը շարունակենք այդ կետից շարունակենք մեր շարժումը հետո կգնանք Հնդկաստան-Պակիստան իհարկե շատ դրամատիկ զարգացումներ են ռուս-ուկրաինական կարգավորման այսպես կոչված շուրջ այն պլանը, որը ներկայացվեց մի քանի օրում առաջ շաբաթներ առաջ արդեն, որը համարվում էր այսպես էլի արտահոսք, համարվում էր, որ դա վերջնական չէ, պարզվեց, որ դա հենց Թրամփի ծրագիրն է, Թրամփի ծրագիրը ներառում էր, որ ԱՄՆ-ն շատ տարօրինակ է թվում, բայց կարելի է դա բացատրել, ես հիմա դա կփորձեմ անել, որ ԱՄՆ-ն ճանաչում է Ղրիմը Ռուսաստանի մաս, միայն Ղրիմը, որևէ այլ տարածք չի ճանաչում Ռուսաստանի մաս, այդ թվում նաև այսօր օկուպացված տարածքները, Ուկրաինան պարտավոր չէ նույնիսկ Ղրիմը ճանաչել, իսկ Եվրոպան պարզապես իրեն ոչ ոք չի կարող ստիպել եւ չի ճանաչելու, դա բացառվող բան է, Հելսինկյան ակտը իրենք չեն տրորի, դա ինքնասպանություն կլիներ այսօրվա եվրոպական պաշտպանական անվտանգային համակարգի համար, քանի դեռ չկա այլ ընտրանք։ Հելսինկյան համակարգը կարող է փոխվել մի պայմանում, որ եթե բոլոր երկրները նույն կազմով կամ գրեթե նույն կազմով հավաքվեն եւ ինչ որ նոր բան ստեղծեն այդ Հելսինկյան ակտի փոխարեն։ Եթե Հելսինկյան ակտը փոխարեն ոչինչ չկա, պարզապես դրա վերացումը բերելու է քաոսի եւ սարսափելի խնդիրների, դրա համար Ղրիմը ոչ ոք չի ճանաչելու, անկախ նրանից թե ինչպես են իրենք ռուսներին վերաբերվում, իհարկե հիմնականում վատ են վերաբերվում, հիմնավորված վատ են վերաբերվում, բայց դա չի կարևորը նույնիսկ։ Մոռանանք, որ դա Ռուսաստանն է։ Սկզբունքորեն դա այդպես։ Մենք ենք դրա զոհը Հելսինկյան ակտի մի կողմից, որովհետև ակնհայտ է, որ Մինսկի խմբի քննարկումները կապված էին վերջի վերջո այդ տրամաբանությամբ բերելու էին Արցախի շատ բարձր ինքնավարության կարգավիճակի Ադրբեջանի կազմում, ինչը հայ ժողովրդի ահռելի զանգվածի համար այդ իմ համար անընդունելի է, բայց դրա կա պատճառը Հելսինկյան ակտն է, որը այս դեպքում աշխատում է ոչի նպաստ մեզ, բայց մյուս կողմից դա երաշխիք է, որ Հայաստանի Հանրապետությունը նույնպես այդ ակտի պաշտպանության ներքո է։ Չի լինում միանշանակ ինչ որ օրենքներ կամ ինչ որ դրված, ինչ որ պայմանագիր, որ միայն դիվիդենդներ է բերում։ Այդպես դա պետք է այդպես կարող է լինել, եթե այդ օրենքները մենք գրեինք։ Բայց քանի որ մենք չենք գրել, ուրիշներն են գրել, հաշվի առնելով իրենց շահերը, ուրեմն ունենք ինչ որ ունենք։ Դա է առաջարկը, փաստորեն հետո դա հրապարակվեց որպես առաջարկ, միանգամից ստացավ ոչ Ուկրաինայից, սակայն հետաքրքիրն այն է, որ ուկրաինացիները ընդամենը ասացին, որ մենք չենք ճանաչել Ղրիմը, ինչը չի հակասում այդ առաջարկին, բայց ամերիկացիները նեղացած տեսք ձև ընդունեցին, չեկան հանդիպման եւ այլն, այսպես խառնվեց ամեն ինչ, որովհետեւ այ ինչպես եք ասում, բայց ասում են ինչ որ նաեւ Թրամփի այդ առաջարկում է գրված, որ
Ուկրաինան կուզի կճանաչի, կուզի չի ճանաչի։ Ուկրաինան չի ճանաչել։ Անհնար է, եւ այստեղ Զելենսկին, այստեղ բաներ կան, չէ՞։ Որոշակի ռոպագանդայի տակ ընկած մարդիկ կան, որոնք ասում են, եթե Զելենսկին խաղաղասեր լիներ, նա չէ։ Զելենսկին չլինի, Պետրովսկին լինի, չգիտեմ, մի մարդ, որ մենք չգիտենք էլ, չի լինելու բան չի։ Ինչպես եթե Իվանիշվիլին ճանաչի Աբխազիան Ռուսաստանի մաս կամ Հարավային Օսիան, ինքը չի լինի պարզապես։ Իր միլիարդներով, իր բանակով, ոստիկանության, հատուկ ծառայություններով, sense ամեն ինչը կհավաքվեր, կարող է ու ռադը քաշի պետք է Վրաստանից։ Այսինքն կա գծեր, բացարձակ գծեր կան ինչ-որ։ Եվ այդ գիծը ոչ ոք չի կարող անցնել։ Այդ թվում նաև Ուկրաինայի ոչ մի ղեկավար այդ գիծը չի անցնի, եթե իհարկե չստացվեր Պուտինի երազանքը եւ Մեդվեդչուկն ինչ որ չգա Ուկրաինայում, բայց հենց խնդիրը նա է, որ այն բոլոր շրջանները, որտեղից կարող է ձայն ստանալ պոտենցիալ Մեդվեդչուկը, Ռուսաստանը կամ մասամբ կամ ամբողջությամբ օկուպացրել է։ Եվ այդտեղ ինքը չի թողի, որ ուկրաինական ընտրություններ լինեն։ Շատ հետաքրքիր այսպես խնդիր է։ Իրենք կտրել են այն ճյուղը, որի վրա նստած են, այնպես որ դա մոռանանք դրա մասին։ Հիմա ամերիկացիները չեմչում արեցին եւ այլն, հիմա եվրոպացիները բնականաբար ամբողջությամբ կանգնեցին Ուկրաինայի կողքին եւ ասին դա լինելու բան չի, եւ նոր ավելի այսպես մեղմացած առաջարկ եղավ, որ ռուսները կանգնում են որտեղ կանգնում են, Ղրիմը Ուկրաինան չի ճանաչում, Ամերիկան շարունակում է ճանաչել, բայց Ուկրաինան արդեն հստակ հայտարարում է, որ չի ճանաչում, այսինքն դա նույնիսկ պատրաստ չէ քննարկելու հարց չի, այդ բանակցություններին Ուկրաինայի կողմից Ղրիմի ճանաչումը որպես Ռուսաստանի մաս նույնիսկ սեղանի վրա դրված չի լինելու, դրա վրա ժամանակ չեն կորցնելու, սա ակնհայտ է, եւ եվրոպացիներին ոչ ոք չի կարող համոզել, որ դա այդպես է, հա։ Մնում է, որ բոլորը մնան այնտեղ, որտեղ կան, եւ Ուկրաինան ճիշտ է, ՆԱՏՕ, հիշեք մի բան, որ Միացյալ Նահանգները կարող են վետո դնել պարզապես, նույնիսկ կարիք չկա պայմանագրում գրել, կարող են պարզապես վետո դնել, Հունգարիան կարող է վետո դնել, ՆԱՏՕ անդամ դառնալը Ուկրաինայի, այսինքն Ամերիկան թույլ չի տալիս, որ Ուկրաինան մտնի ՆԱՏՕ, բայց Ուկրաինան կարող է պայմանագրեր կնքել ՆԱՏՕ-ի անդամ ցանկացած երկրի հետ, ցանկացած զենքեր ստանալ, բացի միջուկայինից, այդ թվում նաև հեռահար հրթիռներ, որոնք հարվածի տակ են դնում նույնիսկ Մոսկվան, Պետերբուրգը եւ այլն, կարող է բանակ ունենալ օտար երկրային տարածքում եւ կարող է եւ դառնալու է դա պայմաններից մեկն է փաստորեն Եվրոպական միության մաս այն ուրեմն իրավական տեսակետից ողջ տարածքով փաստացի այս փուլում այն տարածքով, որը վերահսկում է Կիևը։ Սա է այսօրվա սեղանին։ Եվ դա պետք է քննարկվի։ Իհարկե ես դա չեմ համարում արդար լուծում այս պատերազմի եւ ջատագովը չեմ, որ ստորագրվի այդպիսի պայմանագիր, բայց սա է հիմա սեղանին, այնպես որ բոլոր խոսակցությունները, որ Եվրոպան փուռը տվեց, դա գիտեք ինչ բան է, ինչ որ միջատի կյանքով կա ազգ միջատի հոգեբանություն, նույնիսկ կենթանու չէ, միջատի, որտեղ կենթանին կարող է առյուծ լինել, արծիվ լինել, չգիտեմ, հա, որը պարզապես պետք է ինչ-որ մանր ոչոք չերևա եւ ապրի եւ այլն, եւ իրենք գտնում են, որ բացի Ռուսաստանի հարևան բոլոր երկրները պիտի այդպես ապրեն, քանի որ Ռուսաստանը դա այդպես է ուզում։ Եվ մենք պետք է համակերպվենք, հա, բայց մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի հնարավորությունները որքան գնում քչանում են, իսկ այն երկրները, այդ թվում ումից չէին սպասում, հա, Ադրբեջան, Կենտրոնական Ասիա, մեծ մասը, բացի Բելարուսից ու հնարավոր է նաև Հայաստանից, դրա մասին ես վերջում խոսեմ, աշխատում են որքան հնարավոր է այդ հոյակապ երկրից անվտանգ դիստանցիա պահպանել, որովհետև այդ երկիրը իր պատկերացումներով տոքսիկ է եւ բացարձակապես չի համապատասխանում դարի ոգում եւ մարդկության ձեռքբերումներին, նկատի ունեմ աշխարհահայացքային, համակարգային ձեռքբերումներին,
Ռուսաստանը ուզում է սառեցնել մարդկությունը, մոտավորապես նույնիսկ ես ասեմ, գուցե 17-րդ դարի վերջի մակարդակով, այդ առումով իրենք իդեմս Թրամփի գտել են լավ դաշնակից, որտեղ նա էլ անդադասում է, որ ոսկե դարը մոտավորապես այդ ժամանակ էր Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Սա է, դա իմիջիայլոց ասեմ, որ այդ ժամանակահատվածում Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունը միջազգային գործընթացներին չնչին, չհաշված կենտրոնական Ամերիկան, այսինքն հյուսային Ամերիկայի հարավային մասը։ Նույնիսկ Կանադայի վրա իրենք որևէ ազդեցություն չունեին, որտեղ բրիտանական կայսրությունը պարզապես թույլ չէր տալիս եւ վերջում։ Այսինքն չկար ոչ մի այդպեսի լծակ։ Սա է փաստորեն Թրամփի իդեալը։ Այդ առումով իրենք Պուտինի հետ բառից բուն իմաստով ռետրոգրադներ են, այսինքն դեպի հետ նայողներ են։ Սա է, ինչ կատարվում է հիմա Հնդկաստան-Պակիստան, շատ լարված է, կարող է այն պահին, որ դուք լսում եք, արդեն սկսվեն զինված գործողություններ։ Ես տոտալ պատերազմ քիչ հավանական եմ համարում, ոչ միայն ես, բայց բացառել չի կարելի։ Պակիստանցիները մինչև հիմա հնդկապակիստանյան պատերազմ, որը միաժամանակ նաև Բանգլադեշի պատերազմներ անկախության համար իրենց ջախջախումը շատ ծանր, Բանգլադեշի տարածքում շատ ծանր պարտությունը, պարզապես բառացիորեն ջախջախումը, դա այն դեպքում, երբ որ իրենք շատ մեծ զորամիավորում ունեին Բանգլադեշի տարածքում, Բանգլադեշը Պակիստանի մաս էր, տարօրինակ է նայեք քարտեզի վրա, ուրեմն Պակիստանն է, Հնդկաստանն է, ահռելի հեռավորության վրա իր մի մաս Բանգլադեշն է, այսինքն երկու կողմից կտրել էին մահմեդական այդ կտորները կտրել էին Հնդկաստանից, ապագա հնարավոր Հնդկաստանից, որտեղ միասնական հնդկական պետություն, ինչպեսին մենք հիմա տեսնում ենք, էլի երբեք չի եղել, բայց բոլոր դեպքերում դա այդ անգլիական պլանը այդպիսին էր, Բանգլադեշում, քանի որ դա ազգային, օրինակ Պակիստանի տարածքում բազում ազգեր են ապրում, այդ թվում ոչ միայն հնդիկներ, հա, այլ նաև իրանցիներ, օրինակ պուշտուններ, բելուջներ եւ այլն, հա, իսկ Բանգլադեշը մոնոէթնիկ տարածք էր, որտեղ հիմնականում բենգալացիներ են ապրում, կա Բենգալիա նաև Հնդկաստանում, որտեղ նույնպես տասնյակ միլիոնավոր բենգալացիներ են ապրում, դա ամենազարգացած ժողովուրդներից է, այսպես ասենք հինդուիզմի ազդեցության տակ գտնվող, մի մասը մահմեդականացել էր, եւ Հնդկաստանի բենգալացիների մեծ մասը հինդուիստներ են, բայց կա մահմեդական փոքրամասնություն, եւ ճնշող մասը Բանգլադեշի բենգալացիների մահմեդականներ են, սունի մահմեդականներ են։ Հենց այդ պատճառով է, որ Բանգլադեշը Պակիստան էր հայտարարվել։ Եվ այստեղ պարզապես հնդկական բանակը մտնում է եւ օրերի ընթացքում ջախջախում է պակիստանցիներին եւ հրճակվում է անկախ Բանգլադեշ։ Չի լինում միացում բան եւ այլն, անկախ Բանգլադեշը, որ եթե գոյություն ունի, դա այդ ջախջախման արդյունքն է։ Եվ պակիստանցիների մոտ դա բացի ամեն ինչից, ինչպես նաեւ Ջամու ու Կաշմիրում փաստացի պարտությունը, դա սահմանային գոտին է, որտեղ հիմա գնում է այդ ընթարումը, մեծ ազգային տրավմա է։ Եվ իրենք չեն կարողանում դրա հետ համակերպվել։ Եվ նաև կա մի խնդիր, որ Պակիստան պետությունը արհեստական պետություն է, երբեք այդպեսի պետություն չկա, ըստ որում Բանգլադեշի դեպքում բենգալացիները էթնոս են, էթնոսը կարող է չունենալ պետություն, ինչ որ մի բան ստեղծել ազգային պետություն, բայց այստեղ միակ փաստորեն սկզբունքը, որով ստեղծվել է, դա իսլամն է։ Այսինքն դա պետություն է ստեղծված կերոնի հիմքի վրա, ոչ թե ազգության, ոչ էլ ինչ որ պատմական իրողությունների։ Եվ Պակիստանը այսպես լուրջ խնդիր ունի, հա,
իր ներսի տարբեր տարաձայնությունների, օրինակ միջկոնֆեսիոնալ բավական լարված հարաբերություններ են սունի մեծամասնության եւ շիա փոքրամասնության միջեթնիկ տարբեր ժողովուրդներ կան եւ այլն տարբեր սոցիալական բավական աղքատ երկիր է եւ շատ լուրջ սոցիալական խնդիրներով եւ սարսափելի դեմոգրաֆիայով այսինքն մարդիկ շատ են ռեսուրսները քիչ են տնտեսությունը զարգացած չի եւ այլն իրենց համար այդ փաստորեն հակամարտությունը Հնդկաստանի հետ դա ինքնահաստատման երևույթ է եւ դրա համար Պակիստանը ոչ մի քայլ հետ չի գնում դե Հնդկաստանն էլ իրեն ուժեղ զգալով աղրելի դեմոգրաֆիայով եւ այլն առավել եւս որ մոդին ազգայնական է այսինքն այնտեղ միշտ են ազգայնականներ ղեկավարում աճ ազգայնական է ինքը որևէ պատճառ չի տեսնում նույնպես իջելու իրեն զգում է ավելի ուժեղ ավելի կարող եւ հիմա կարող է լինել իհարկե Պակիստանը միայնակ չէր գնա այս հակամարտությանը շատ ավելի զիջող կլիներ բոլոր դեպքերում եթե ինչ որ մեկը հետևում չլիներ առաջին հերթին դա Չինաստանն է Հնդկաստանը Չինաստանի ամենա վտանգավոր մրցակիցն է բոլոր ոլորտներում նաև տնտեսական ոլորտում եւ հարցը միայն այն չէ որ կա այսպեսի բան չէ աշխարհի արտադրամաս հիմա Չինաստանը աշխարհի գլխավոր արտադրամասն է շատ բաներ որ մենք շրջապատում է ապրանքներ իրեր արտադրված է Չինաստանում աշխարհի շուկայում շատ մեծ դեր է դա ինչ է կատարում ինքը ունի իրենց ավելի փոքր մրցակիցներ Մալայզիա Ինդոնեզիա Վիետնամ եւ այլն բայց Հնդկաստանի նման մրցակից ունենալը իսկ խոսքը գնում է որ եվրոպական արևմտյան կապիտալը սկսել է գերադասել հնդկական ֆինանսական շուկան չինականից եւ այնտեղ ներդրումներ անել դա շատ վտանգավոր է եւ պետք է այնպեսի ապակայունացնել Հնդկաստանը որպեսզի շատ չթպրտա եւ ակնհայտ է որ Պակիստանը զգում է Չինաստանի աջակցությունը որպեսզի Հնդկաստանի համար ստեղծի խնդիրներ նա ունի ակնհայտ Թուրքիայի աջակցությունը դա չի թաքցվում իսկ Հնդկաստանը ակնհայտ ունի Միացյալ Նահանգների Իսրայելի եւ եվրոպական որոշ երկրների այդ թվում Ֆրանսիայի աջակցությունը սա է իրավիճակը իհարկե աջակցություն ասելով պետք չէ հասկանալ որ այնտեղ դեմոգրաֆիայի բանակի պակաս չկա այնտեղ պետք չի զորք բերել կրվածնել հարցը այնտեղ լուծված է այնտեղ տեսականորեն կարող է ամեն մի պետություն մի քանի միլիոնանոց բանակ անել խոսքը գնում է զենք զինամթերք դիվանագիտական աջակցություն եւ այլն միջազգային հատյաններում այդ մակարդակով շատ վատ է իհարկե որտեղ Հնդկաստանը նաև կարևոր երկիր է մեզ համար զենք է մատակարարում գուցե զբաղված լինի եւ չկարողանա մատակարարել վերջի վերջո Պակիստանը դա Ադրբեջանի լավագույն դաշնակիցներից է Իսրայելի ընդհանրապես չէ որ մեր թշնամիների երկու դաշնակիցներ հիմա տարբեր ճամբարների կողմերում են Իսրայելը եւ Պակիստանը հա որտեղ այլ հարցերում այլ շահեր ունեն բայց պարզ է որ Պակիստանը նույնիսկ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք ժամանակին հիմա չգիտեմ ոնց է նույնիսկ չէր ճանաչում Հայաստանի Հանրապետությունը ոչ թե պարզապես դիվանագիտական հարաբերություններ չունենք այլ չէր ճանաչում Հայաստանի Հանրապետությունը այսինքն լեգիտիմությունը մեր պետության նույնիսկ աշխարհում մի ձեռքի մատերի վրա կարելի է հաշվել այդ երկրները եւ հիմա չկա էլ երևի չգիտեմ բայց ՄԱԿ-ի անդամ երկրների մասին է խոսքը մեկը դա Պակիստանն է եւ սա է իրավիճակը ամեն պահ կարող է սկսվել պատերազմ կա հավանականություն իհարկե խաղաղ սառեցման կարգավորումը քիչ հավանական է բայց դա մոտավորապես նույն շանսեր ունի ինչ որ եւ պատերազմը որը մեկը չի կարող կանխագուշակել թե ինչպես է ամեն ինչը ավարտվի չնայած պատերազմի գուժողները ավելի շատ են ինչալուց ասեմ քան հաշտեցման սա է իրավիճակը Հնդկաստան-Պակիստան հիմա մեր ոչխարների վերադառնանք այսպեսի արտահայտություն կա
Հայաստանի Հանրապետության վարչապետ, քաղաքացիական պայմանագրի լիդեր, լրագրող, երևելի արևմտամետ Նիկոլ Փաշինյանը կարծեմ արդեն վերջնական որոշում է կայացրել ներկա լինել այն խայտառակ միջոցառմանը տոտալիտար հակամարտկային եւ ինչ որ առումով որպես պատմաբան իհարկե այստեղ ձևակերպումը մի քիչ քննադատելի է, ասեմ, բայց կարելի է, հա, այսպես քաղաքական զրույցի մեջ կարելի է ասել, ֆաշիստական միջոցառմանը գնալու է եւ այդ մարտակերների բռնապետների, արյունախումների կողքին կանգնած նայելու է, թե ինչպես են նրանք ցուցադրում իրենց ռազմական հզորությունը, որով սպառնում են բազում ազատախոհ, ազատասեր, ազատ ժողովուրդների եւ Փաշինյանը իրեն դրսևորելու է այդպես։ Հիմա ինձ համար ակնհայտ է, բայց դա չի նշանակում, որ պետք է համակերպվել դրա հետ եւ մի կողմ կաշվել, ոչ, ամեն ինչ պետք է կոչել իր անունով եւ պետք է ընտրողի մոտ հստակ ձևակերպվի այն միտքը, ձևավորվի վերջնական տեսք ստանա, որ Փաշինյանը բացարձակապես այն մարդը չէ, որը տանում է Հայաստանը դեպի քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիք։ Փաշինյանը տանում է Հայաստանը ուրիշ տեղ։ Մայիսին 5 կտեսնենք, թե որտեղ։ Հիմա ինչ վերաբերվում է, ինչու եմ նաև ասում, նա գնացել է Էստոնիա, էստոնացի լրագրողը հարց է տալիս, թե ախր ինչպես դուք համ օրենք եք ընդունում եվրոինտեգրման մասին, ինչ որ հա, թեկուզ մշուշոտ, բայց օրենք, բայց գնում եք Մոսկվա, եւ ինչ է պատասխանում մեծն ռազմավար անկրկնելի այդ առումով հեգնանք չկա իսկապես անկրկնելի, ես կրկնակությունը չեմ պատկերացնում իր, նույնիսկ եթե ԿՊ-ն այսպես արհեստականորեն թափ 11-ին հանես դնես, չեմ կարծում, որ երկրորդը լինի այդպեսին, որովհետև դա ինչ-որ անոմալ երևույթ է, իմ կարծիքով, բոլոր առումներով։ Եվ Փաշինյանը պատասխանում, ինչ է պատասխանում։ Օսմինսկով ասեց, որ մենք փորձելու ենք խզելու ենք հարաբերությունները, վատթարացնելու ենք, ոչ, մենք դիվերսիֆիկացնում ենք, ուրեմն այն երկրները, որոնք մերժել են, օրինակ Մոդին, Հնդկաստանի վարչապետ, շատ բարեկամական երկիր է Ռուսաստանի համար, իր շահերը ունի դրա համար, Չինաստան եւ այլն չխորանանք, հա, բազում լիդերներ մերժել են, ինչ է, իրենք խզում են հարաբերությունները, իրենք խզում են հարաբերությունները Ռուսաստանի հետ կամ այդպեսի պրիմիտիվ դրվածք, որ պետք է, չգիտեմ, դիվանագիտական հարաբերությունները խզել եւ պատերազմ հայտարարել Ռուսաստանին, որ մի հոգեկան հիվանդն է առաջարկել երբևէ։ Խնդիրը լրիվ ուրիշ է։ Ռուսաստանը դաշնակից երկիր է, թե ոչ, եւ մենք քաղաքակրթական եւ ընտրության տեսակետից Ռուսաստանի հետ ենք, թե այն երկրների հետ, որոնց հենց փորձում է վախեցնել Պուտինը այդ խայտառակությամբ։ Եվ Փաշինյանը տալիս է դրա պատասխանը։ Տվել է դրա պատասխանը էստոնացի լրագրողի այդ հարցին պատասխանելով։ Տալու է պատասխանը գործողությամբ, ոտքերով, հա, այդպեսի խոսք կա, չնայած ինքը բնականաբար ոտքով չի հասնելու Կրեմլը, չնայած եթե Պուտինը ուզի երևի կհասներ, ասենք մի 2-3 հեծանիվով, գոնե կհասներ։ Ինքնաթիռով է գնալու, բայց այդպեսի հասցություն կա, քվեարկելու է ոտքերով գնալու է։ Ումեն են հեքիաթները արեմտամետ Փաշինյանի, որը ի տարբերություն սարսափելի այլանդակ Քոչարյանների, Սերժ Սարգսյանների, Լևոն Տեր-Պետրոսյանների, չգիտեմ ում հետ, մեզ ցույց է տալիս եվրոպական ինտեգրացիա լույսը, այդ հեքիաթները նույնիսկ արդեն չի կարելի պատմել գյուղական մանկապարտեզներում, որտեղ երեխաները կծիծաղեն։ Մայիսինից հետո, իմ կարծիքով, բոլորին ամեն ինչ պարզ պետք է լինի։
Եվ այստեղ բան չէ, սիրում ես Փաշինյանը, ինչ ես սիրում, ես չեմ սիրում, երբեք չեմ տակսում, ինչ պիտի սիրեի, հա, որվե հիմնավորում չկա, էլի, նման մեկին, սիրելը որն է, ես կնոջս եմ սիրում, նկատի ունեմ դրական վերաբերվելու, հա, կնոջս եմ սիրում, բարեկամներիս, ընկերներիս, բնականաբար որդուս, բայց դրական վերաբերվում, այդ իմաստով սիրելու, չկա, բայց հարցը դա չի, ինչ-որ մեկը կարող է դրական է վերաբերվել, ինչ-որ մեկը կարող է գտնել այդ ինչ-է, ինչ-որ ես չեմ տեսնում, ամեն ինչ պատահում է, նույնպես չի, որ իմ աշխարհը իմ եսի շուրջ է պատտվում, հա, բանով, ինչպես մի փիլիսոփա էր անգլիացի գրում, որ աշխարհը իմ զգացմունքների համակարգն է, իմ ընկալումների, չէ, այդպես չի, աշխարհը օբյեկտիվ է, շատ հարցերում, եւ կարող է ինչ-որ մեկը դրական գտնել, բայց այսքան բանից հետո գալ այդ հեքիաթները պատմել ինձ, իմ համաքաղաքացիներին, գոնե ձեր ժամանակը խնայեք ու հարգեք մեր բանականությունը, ու մեկ էլ, եթե մայիսի 10-ին ինչ-որ մեկը համարձակվի դրանցից, իհարկե, լացի և ողբա, թե ինչ է կատարվում Գյումրիում, և ասի, այ ուզում եք վարդանիքները գան իշխանության, ես ձեզ ամենայն պատասխանատվության ասում եմ, որ մայիսի 10-ից սկսած, Վարդան Ղուկասյանն է, խոսքը Գյումրեցի Վարդան Ղուկասյանի մասին, մենք երկու երևելի գործիչ ունենք Վարդան Ղուկասյան, խոսքը այն մեկի մասին է իմ, նրա մասին այս կոնտեքստում չունեմ ասել, ինչ-որ մեկը փորձի վախեցնել, որ Վարդան Ղուկասյանները, վարդանիքները կգան իշխանության եւ այլն, ես կպատասխանեմ մի պարզ ձևի, որ բոլորդ էլ խնդրում եմ ամենայն դեպս ուսումնասիրեք այդ փաստարկը եւ գուցե սրտին մոտ ընդունեք եւ դուք էլ ընդունեք իզեն։ Ինչ տարբերություն։ Տարբերությունը այն է, որ այն մեկին Մոսկվա չեն կանչել ամենայն դեպս տրիբունայում կանգնելու, այս մեկին կանչել են։ Նրանք կանչեին վազելով կգնար, սրանք կանչել են վազելով գնում է։ Տարբերությունն ինձ ասեք։ Որ սա նաև խաղեր է տալիս, մեկ արդեն փորձում է խաբել, արդեն չի ստացվում, էստոնացի լրագրողի հարցը, դա կարևոր է, արդեն չի ստացվում, փորձում է խաբել արևմուտքին բան եւ այլն, աշխարհին խաբել, այն նա չի փորձում, դա իմչալից հոգուտ Վարդան Ղուկասյանի է խոսում, ոչ թե հոգուտ Նիկոլ Փաշինյանի, նա ավելի ազնիվ մարդ, նա ավելի ինչ որտեղ սկզբունքային մարդ, ուրեմն եթե այդպես է Ես ասել եմ ու կասեմ, Կարենն է իմ այդ համամիտ և շատ է իմ ընկերներից և համախոհներից և պարզապես մարդկանցից որ ընդհանուր կերպ է մտածում, որ մայիսի 9-ի գնալը ոչ մի արդարացում չունի ու պատասխանատվությունը դրա համար պետք է լինի բացարձակ։ Նիկոլ Փաշինյանի դեպքում այդ մարդը իրավունք չունի կառավարել Հայաստանը։ 26 թվականից հետո ամենաուշը գուցե շատ ավելի շուտ, մենք չպիտի Նիկոլ Փաշինյան անունով ղեկավար ունենանք, ու թող չվախեցնեն մեզ նախկիններով, բաներով, նախկինները դա ռուսներն են, ռուսների աջակցությունը չլինի, նախկինների, ասենք, հետքը կմնա, այս ինչ-որ տենց կղզյակներ կմնան, իսկ ով է ռուսին ստեղ պահում, ոչ միայն Հայաստանում է, Հարավային Կովկասում, Փաշինյանը դարձել են կարևոր գործոններից, որը պահում է ռուսներին Հարավային Կովկասում։ Այդ դրանից հետո կարող է նախկիներ էլ գան, ավելի բետարներ էլ գան, Ռոսգվարդիան կարող է գա Հայաստանում իշխանության գլուխ, եթե այդպես ենք բանում։ Հիմա խնդիրը պետք է նայել խորքային։ Հայաստանը չպիտի Ռուսաստանի հենակետը լինի, չպիտի լինի ու վերջ։ Իմիջիայլոց Ռուսաստանում հատուկ պլան է առաջ եկել, օգտվելով է Թրամփի մոտեցումից եւ Թրամփի իշխանության գալուց, թե ինչպես
շովուլի բերել, ինչպես ասում են մերոնք Գյումրիում շատ էին ասում, այսինքն իմ բարեկամները Հայաստանը, որտեղ ինչ ուզում է լինի, մի քիչ խաղեր է տալիս, էլ չտա, էլի ուզում Բելարուսի նման գնա։ Նա այդ գծի մասին ես կխոսեմ հետո, մանրամասն անուններով, հնարքներով, ձևերով եւ ինչպես կարելի է այդ թափոնի դեմ պայքարել։ Թափոնը ես այստեղ ներսին նկատի ունեմ, չնայած դասին էլ որ իրենց վերևը կանգնած էլ ավելի թափոն են։ Իրենք թալանել են իրենց սեփական ժողովրդին, իրենք իրենց սեփական ժողովրդին սարքել են թնդանոթի միս տասնյակ հազարներով ոչնչացնում են, իրենք ոչնչացնում են Ռուսաստանի ապագան, բայց բան է, չէ, ասենք ոնց կլինի ռուսը կործանվի մենակ։ Հայտնի անեկդոտի նման, չգիտեմ գիտեք թե ոչ անեկդոտը չեմ պատմի, բայց ով որ գիտի մոտ ասոցիացիա կստեղծվի, երկու արկը ասում է օղի եւ այն երկու հիմարին հետ։ Հիմարի տեղ ուրիշ բառ է օգտագործում։ Իրենք մենակ կործանվել չեն կարող։ Անպայման ինչ-որ մեկին պետք է իրենց հետ տանեն։ Եվ բայց դա հաղթահարելի է, այնպես չի որ մենք բանենք, զոհենք ու վերջ, մեր վերջը եկավ, չէ։ Ասեմ ավելի շանս կա, որ մեր թշնամիների վերջը շատ ավելի շուտ կգա, քան մեր վերջը։ Պատմականորեն մենք այդպեսի մեծ կարևոր շրջան ենք ապրում։ Այսքանը, ինչ որ ուզում եմ ասել, սա է կատարվում աշխարհում, հիմնականում ինչ որ խոսվեց, կան առանձին հետաքրքիր պահեր, օրինակ Ամերիկայի ներքին քաղաքականության մեջ, Կանադան, ինչպես չասեմ դրա մասին, դա չնայած մենք Կարենի հետ մենք խոսք ենք տվել, մենք երկրորդ աշխարհամարտից ենք խոսելու, հատուկ թողարկում է լինելու, հարգելիներս, հատուկ թողարկում, մենք նախապես դրա մասին կասենք, գրենք, ինչպես Իսրայելի վերաբերյալ էր, երկրորդ աշխարհամարտի մասին, այն բոլոր միֆերի հին եւ նոր, որով փորձում են մեզ մտավոր կերպով հաշմել, դարձնել հաշմանդամ, եւ ինչ է իրականում երկրորդ աշխարհամարտը։ Եվ որն է ներկայիս Ռուսաստանի դերը եւ այսպես դերակատարումը դրանում ինչու է այս Պոպեդոբեսյան այս խելառությունները լինում, Կանադայում հաղթեցին լիբերալները, հարցը այն չէ, որ լիբերալներն են լավ, թե պահպանողականները, դա որոշում է կանադացի ժողովուրդը, ես կասկածում եմ, որ եթե ես լինեի Կանադայի քաղաքացի, ես երևի թե պահպանողական կուսակցությանը քվեարկեի, մեծ հավանականությամբ հիմա չեմ կարող, կանադացի չեմ եղել, չեմ կարող ասել, բայց հաղթեցին կանադացի նացիոնալիստները։ Կանադայի լիբերալ կուսակցությունը դա նացիոնալիստական կուսակցություն է եղել միշտ։ Ոչ այն իմաստով, որ մենք ենք ասում, ես հայ ազգայնական եմ, ոչ, խոսքը էթնիկ ազգայնականության մասին չի, խոսքը քաղաքացիական եւ հայրենական ազգայնականության մասին է, սա մեր Կանադան է, մենք անկախ մեր ծագումից, հավատից եւ այլն մաշկի գույնից, բոլորս կանադացիներ ենք, մայրենի լեզվից, Կանադայում ավելի հեռուն են գնում, հա, Եվ սա մեր հայրենիքն է, եւ մենք թույլ չենք տա մեր հայրենիքին ինչ-որ մեկը կպնի, վատ բան անի, միացնի իրեն եւ լիբերալ կուսակցությունը լուրջ հաղթանակ տարավ, սա նշանակում է, որ կանադացի ժողովուրդը եւս մի ապտակ հասցրեց Թրամփին։ Այսքանը շնորհակալություն, շարունակեք աջակցել Մայիսին ես արդեն ասել եմ, գուցե աջակցության այլ ձևեր եւ այլն կմտածենք, կաշխատենք այդ ուղղությամբ, բայց հիմնականը անկեղծ դա դիտելն է, լայքելը եթե գտնում եք, որ դա արժի եւ կիսվելը պլատֆորմներում։ Եթե ինչ-որ բան խնդրում եմ ես ձեզ, դա է, որտեղ դա առաջնային կարևորության է, անկախ դրա նյութական ինչ-որ կողմից դա չի, այնտեղ չկա այդպիսի բան համար, բայց սա շատ կարևոր է ալիքի կենսունակության համար եւ այն նպատակների համար, որ դնում է ալիքը Հայաստանի այսպես ապագայի կերտման տեսակետից։ Մինչ հանդիպում, շնորհակալություն։